ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ այն կարծիքին, որ ամերիկյան ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով ռուսական հաքերային հարձակման մասին հաղորդումները դժվար ապացուցելի են։ Նոր տարվա նախօրեին Դոնալդ Թրամփը իր կնոջ Մելանիա Թրամփի հետ Ֆլորիդայի Palm Beach հանգստավայրում մոտեցավ թղթակիցներին։ Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք ընտրյալ նախագահը անտեսում է ամերիկյան հետախուզական ծառայությունների այն վերլուծությունը, որ հաքերային հարձակումը Ռուսաստանն է իրականացրել։ Ես ուղղակի ուզում եմ վստահ լինել, քանի որ այս մեղադրանքները շատ լուրջ են, եւ ես ուզում եմ վստահ լինել։ Հիշում եք զանգվածային բնաջնջման մասին հաղորդումները։ Դրանք սխալ էին, ուստի ես ուզում եմ վստահ լինել։ Թրամփը նկատի ունի Իրաքի դեմ պատերազմից առաջ ամերիկյան հետախուզական ծառայությունների վերլուծության արդյունքներն այն մասին, որ Իրաքի նախագահը զանգվածային բնաջնջման զենքեր է պատրաստում, ինչը հետո պարզվեց չէր համապատասխանում իրականությանը։ Հաքերային հարձակումը շատ դժվար է ապացուցել, հնարավոր է, որ դա ուրիշ մարդիկ են արել։ Ես գիտեմ բաներ, որ ուրիշները չգիտեն։ Թրամփը խոստացավ այդ մասին հայտնել հանրությանը երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը։ Ամեն ինչ շատ լավ կհանգուցալուծվի։ Հուսով եմ մենք հրաշալի հարաբերություններ կունենանք շատ երկրների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ, հայտարարեց Թրամփը։ Երկուշաբթի օրը հրապարակվեցին ռուսական հաքերային հարձակման վերաբերյալ վարկածի նոր տեղեկություններ, որոնք ցույց են տվել, որ հարձակումը տեղի ունեցել ռուսական Կիրիլյան Այբուբեն ունեցող համակարգիչներից։ Սակայն կան նաև մասնագետներ, որոնք համաձայն են ԱՄՆ ընտրյալ նախագահի հետ, որ շատ դժվար է միանշանակ պնդել, թե որ երկիրն է հաքերային հարձակման հեղինակը։ Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումները նորություն չեն։ Նորություն չէ նաև այն, որ Միացյալ Նահանգների դեմ հաքերային հարձակումները գործում նաև Չինաստանը։ Թրամփի կողմնակիցներն այժմ հարցնում են, թե ինչու Օբաման որոշեց հենց հիմա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, երբ իր նախագահության ժամկետի ավարտին ընդամենը հաշված օրեր են մնացել։ Այս ամենը արված է Թրամփի գործը դժվարացնելու համար, ասում են Թրամփի աջակիցները։ Նորընտիր նախագահի խոսնակ Շան Սպայսերը քննադատում է Օբամայի վարչակազմի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված վերջին պատժամիջոցները, ասելով, թե դրանք ավելի շատ քաղաքական հաշվեհարդար էին, քան դիվանագիտություն։ Ինչու Օբաման որևէ կերպ չարձագանքեց 2015 թվականին Չինաստանի կողմից ձեռնարկված զանգվածային հաքերային հարձակմանը, որի ընթացքում միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալներ անցան չինացիների ձեռք, այդ թվում նաև ամերիկյան կառավարության աշխատողների տվյալները։ Նույնիսկ չհրապարակվեց հայտարարություն այդ հարձակման դեմ բողոքելու մասին, ասում է Շան Սպայսերը։ Դոնալդ Թրամփը շուտով կհանդիպի ամերիկյան հետախուզական ծառայությունների ղեկավարներին, որոնք կներկայացնեն նորընտիր նախագահին իրենց հետազոտությունների արդյունքները։ Թրամփի կողմնակիցները նկատում են, որ Բարաք Օբաման իր այս պատժամիջոցներով փորձում է սեպ խրել ընտրյալ նախագահի և հանրապետական օրենսդիրների միջև։ Բանն այն է, որ ԱՄՆ կոնգրեսում ոչ միայն դեմոկրատներն են խոսում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացնելու մասին, այլ նաև հանրապետականները։ Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի կարծիքով հաքերային հարձակումը Ռուսաստանի կողմից պատերազմական գործողություն է Միացյալ Նահանգների դեմ։ Սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրահամը պատրաստվում են ամերիկյան կոնգրեսում ներկայացրել նոր, ավելի խիստ պատժամիջոցներ։ Ռուսաստանը մեր բարեկամը չէ, ասում է Սենատի մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը, որը քննադատեց Օբամայի վարչակազմին հաքերային միջամտություններին ուշ արձագանքելու համար։ Թրամփի խորհրդական Քելիան Քոնվեյը ասում է, թե ընտրյալ նախագահը հաքերային հարձակման մասին հանրությանը տեղյակ կպահի կամ Թվիթերով, կամ Ֆեյսբուքով, կամ մեկ այլ եղանակով։ Թրամփի խորհրդականը նկատում է, որ հետախուզություն չպետք է միջամտի քաղաքականությանը, բայց նաև մենք չենք կարծում, որ քաղաքականությունը պետք է միջամտի մեր հետախուզությանը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ ցանկություն է մտապահել Դոնալդ Թրամփը 2017 թվականի համար, ընտրյալ նախագահը ասաց. Ամերիկան կրկին դարձնել մեծ երկիր։